Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Cadence և Cisco կազմակերպությունների հետ համատեղ և ARPA հիմնարկ բարեգործական կազմակերպության աջակցությամբ հայտարարեց ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիայի բացման մասին։ Լաբորատորիան ուսանողներին հնարավորություն կընձեռի ստանալ հասանելիություն համաշխարհային դասի մի ծրագրային գործիքակազմի, որով մշակվում են զանազան արդյունաբերական լուծումներ միջազգային հանրահայտ կազմակերպությունների կողմից էլեկտրոնային արդյունաբերության տարբեր ոլորտներում։ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորեց բոլոր նրանց, ովքեր հոգատարությամբ են մոտեցել այս գործընթացին։ Նշեց, այս լաբորատորիայում շատ մեծ էներգիա, մասնագիտական գիտելիքներ, բովանդակային և դիզայներական լուծումներ են դրվել։ Ապագայում հնարավորություն կունենանք արդեն իսկ մասնաշենքում ունենալ այսպիսի գերժամանակակից լաբորատորիաներ շատ անգամ և շատ ավելի մասնագիտական կրթական ծրագրերին սպասարկող և դրա համար վստահ եմ շատ երկար չենք սպասելու։ ARPA հիմնարկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տիգրան Պապիկյանը կրկին շնորհավորեց բոլորին։ Այս լաբորատորիան ոչ միայն գրթական գերազանցության կենտրոնն է, այլ նաև հարթական երիտասարդներու մղելու հնարավորության, ստեղծագործության և ապագայի վստահ նայելու։ Հատուկ շնորհակալություն բոլոր գործընկերներուն, հովանավորներուն և մասնակիցներուն այս նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար։ ARPA հիմնարկի խորհրդի անդամ Նաիրա Գյուրեղյանը, որը ավելի քան 30 տարի առաջ է ավարտել պոլիտեխնիկը, այսօր ևս այստեղ էր ջերմ հիշողություններով ու տպավորություններով։ Ես շատ ուրախ եմ այսօր, որովհետև մեր ուսանողները պոլիտեխնիկի կարողանան աշխատանք ունենան իրանց ավարտելուց հետո լավ ֆիրմաներում և լավ մասնագետներ կլինեն, աշխարհի կլասի մասնագետներ կլինեն և այդ շատ կարևոր է Հայաստանի համար, մեր էկոնոմիկայի համար։ Գոռ Վարդանյանը նշեց, հատկանշական է, որ այս գործակցությունը ոչ միայն տվյալ սարքերի սերվերային հանգույցի և ծրագրային փաթեթի ապահովման խնդիրն է լուծել, այլև մասնագիտական համայնքի ներգրավվածության, որով ապահովվում է բուխ մասնավոր գործակցության արդյունքում լավագույն կադրեր պատրաստելու գաղափարը։ Այս համատեքստում այսօր մենք արձանագրեցինք նոր լաբորատորիայի բացումը, որը կոչված է ինտեգրալ սխեմաների նախագծման և ուսուցման և գիտահետազոտական ծրագրի իրականացման լաբորատորիա։ Վստահաբար կարող եմ ասել, մենք նաև համագործակցում ենք և պոլիտեխնիկը շատ երկարատև համագործակցություն ունի Սինոպսիս ընկերության հետ, որը կրկին էլեկտրոնային դիզայնի նախագծման ոլորտի առաջատար համաշխարհային ընկերությունն է, և այս երկու կազմակերպությունների հետ համագործակցությամբ մենք կարողանանք պատրաստել լավագույն կադրերը և ապագայի լավագույն մասնագետներին, որոնք մասնավոր ոլորտում ոչ միայն Հայաստանում, այլ համաշխարհային ոլորտում մասնագիտական լուրջ առաքելությամբ հանդես կգան։ Այսպիսով, նորաբաց լաբորատորիան հնարավորություն կտա կրթելու և պատրաստելու պահանջված շրջանավարտներ հիմնված միջազգային բարձրակարգ փորձի վրա, ինչը կօգնի բավարարել Հայաստանում կիսահաղորդչային արդյունաբերության աճող պահանջները։